իդեալ համակարգը եկամտահարկի վերադարձի օրենքի շահառուների միջև տեղաբաշխում է մինչև 2.5 միլիարդ դրամի վերանորոգման սերտիֆիկատներ։ 5000 ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամ արժողությամբ վերանորոգման սերտիֆիկատ, մոտենալով իդեալ համակարգի ցանկացած խալոցրահ։ Դուք դիտում եք առաջին լրատվականը, բարև ձեզ, ես Սիրանույշ Պապյանն եմ։ Իշխանությունը գրեթե ամենօրյա պարբերականությամբ պնդում է, թե պետությունից թալանածը պետությանը վերադարձնելու գործուն քայլեր են իրականացվում։ Վարչապետն էլ ազգային ժողովում վերջերս նշեց խնդիրը, թե թալանվածը պահեստավորված չէ մի կոնկրետ հասցեում, որ գնաս բարձես բեռնատարները եւ վերադարձնես։ Թալանվածը տեղաբաշխված է տարբեր տեղերում, տարբեր ձևերով։ Երբեմն դա Հայաստանում է, երբեմն արտերկրում, երբեմն մեզ հայտնի անձանց անունով է, երբեմն մեզ լրիվ անծանոթ դրածո անձանց անունով, երբեմն անշարժ գույք է, երբեմն գումար, երբեմն արվեստի գործ, երբեմն բաժնետոմս, երբեմն գողացված է անհատից, երբեմն կառավարությունից, երբեմն համայնքից, երբեմն էլ իրավաբանական անձից։ Փաստ է, որ բռնագանցման գործերով հիմնականում անցնում են 18 թվականի նախորդող տարիների պետական պաշտոններ զբաղեցրած քաղաքական ու տնտեսական ազդեցություն ունեցող անձինք։ Հետքը ուսումնասիրել է միլիարդավոր դրամների պահանջով գործերից մեկը եւ պարզել, որ դատախազության կազմած ցանկից դուրս է մնացել Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ կապ ունեցող անձի անունով գրանցված մոտ 600,000 ԱՄՆ դոլար արժեքով բնակարանը։ Ամիսներ անց ցանկից դուրս մնացած եւ Երևանի փոքր կենտրոնում գտնվող այդ բնակարանը դարձել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի որդու սեփականությունը։ Այս եւ այլ հարցեր տաղավարում քննարկելու եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Հակոբյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Տիկին Հակոբյան, ոչ միայն պարբերական այսպես ամենօրյա ռեժիմով հայտարարություններ են անում, այլ ցանկացած գույքի, թեկուզ ավտոմեքենայի այսպես թալանվածը հետ վերադարձնելու հետ կապված վարչապետը պարբերաբար գրառումներ հատիկ առ հատիկ հեշթեգով հանդես է գալիս, բայց հետաքրքիր է, նախ հիմնականում այս գործերը 18 թվականից առաջ են եւ հետո մենք ունենք ցցուն օրինակ, հետքի այս նյութը, որը քանի օր է արդեն քննարկման առարկա է եւ իշխանությունից չունենք արձագանք։ Ի վերջո ձեզ մտահոգում է այնինչ տեղի ունեցել։ Ի վերջո սա համակարգային կոռուպցիայի դրսևորում է, թե ոչ, որովհետև անդադ պնդել եք, որ համակարգային կոռուպցիա չկա, բայց մենք ունենք փաստ եւ այդ փաստի հետ կապված չունենք մեկնաբանություն իշխանության կողմից։ Ի վերջո սա ձեզ մտահոգում է, թե ոչ եւ ինչ ընթացք եք տալու, համեցեք։ Կապված կոնկրետ գործի հետ կապված, հա, մեկնաբանություն իշխանության կողմից, ես իհարկե պատասխանատու չեմ մեկնաբանություն տալու, որովհետև դրան պետք է արձագանքի իրավապահ համակարգը եւ ես ինքս էլ սպասում եմ հետքի բացահայտումների արձագանքին, ինքս էլ հարցեր ունեմ դրա հետ կապված, որովհետև միանշանակ է, որ դատապարտելի է կոռուպցիոն դրսևորումները, դատապարտելի է լիազորությունների շրջանցումը եւ կարծում եմ մեզ լսող ոչ մի քաղաքացի չի կասկածում, որ դա դատապարտելի է նախ եւ առաջ հանրապետության վարչապետի համար, այնպես որ սպասենք պաշտոնական արձագանքին, ապա իհարկե, եթե Տիկին Հակոբյան այս գործն էլ կարժանանա օրինակ անիֆի ճակատագրին, էլի ոչ մի կներեք, իսկ անիֆի հետ կապված թեմային դուք որտեղից եք իմացել։ Տիկին Հակոբյան, վստահ եմ դուք հետևել եք նաև հետքի եթե հանրապետության վարչապետը չխոսեր անիֆի հետ կապված խնդիրների մասին, դրա մասին մենք այսօր միգուցե չկարողանայինք խոսել։ Եթե ինչ-որ կա խնդիրներ, ընթացքում է, դա մեկ օրում, մեկ ամսում բացահայտվող թեմաներ չեն։ Դրանք պետք է որոշ ժամանակ նախաքննություն ընթանա, ապա մի կասկածեք, որ դրա մասին կլինի պաշտոնական հաղորդագրություն եւ եթե կան ուրեմն մեղավոր անձիկ պաշտոնյաներ, ապա միանշանակ է, որ օրենքով սահմանված կարգով նաեւ պատասխանատվության կենթարկվեն, բայց այս թեման բարձրաձայնվել է վարչապետի նախ եւ առաջ հրապարակային հայտարարությունից հետո միայն։
Այնուամենայնիվ մենք տեսնում ենք այս թեմայով լրջագույն հետաքննություններ եւ իշխանության կողմից որոշակի լռություն։ Սա էլ հենց շատերի գնահատմամբ հենց ոչ թե դրվագային, այլ համակարգային կոռուպցիոն դրսևորում է։ Եվ ի վերջո Հայաստանում կոռուպցիան համակարգային բնույթ է կրում, դրվագային բնույթ է կրում, կա, չկա, ձեր գնահատմամբ։ Ասել, որ ինչ որ երկրում կոռուպցիոն դրսևորումներ չկան, դա կարծում հեքիաթ է, վստահ եք։ Արդյոք սա համակարգային է։ Միանշանակ ոչ։ Իշխանափոխությունից, հեղափոխությունից հետո համակարգային կոռուպցիա չէր կարող լինել, որովհետև մենք ինքներս պայքարել ենք հենց նման երևույթների դեմ։ Կան արդյոք կոռուպցիոն դրսևորումներ։ Միանշանակ լինելու են, եղել են, չենք կարող, հա, ինչպես ասացի, հեքիաթներին հավատալ, բայց որ դրանք բացահայտվելու են, բայց որ մեղավոր անձիկ պատասխանատվության են ենթարկվելու, սրանում խնդրում եմ ոչ ոք չկասկածի։ 7 տարի անց սպասումները չեն արդարացել հասարակության։ Պետությունից գողացածը պետությանը վերադարձնելու, ես ուզում եմ ներկայացնել, տեսեք, հա, մեքենա, հենց պատահական չնշեցի դա, որ այն ուռճացված եւ մեծ գումարների դիմաց այնքան փոքր գումար է ներկայացվում Տիկին Հակոբյան, պետական գույքի կառավարման կոմիտեն էր տեղեկություն հրապարակել, որ 23-ից 25 թվականի ընթացքում գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ու պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում պետական գույքի կառավարման կոմիտեին փոխանցվել 21 միավոր անշարժ գույք եւ 1 տրանսպորտային միջոց, հենց այն ավտոմեքենան էր, որ ես նշեցի։ Սա գիտեք ինչու։ Ինչու։ Նախ 23-ից 25 թվականների մասին խոսեցիք, խնդրում եմ 18-ից սկսած չխոսենք սրա մասին, որովհետև մենք համակարգ ներդրեցինք, մենք մի ամբողջ դատարան իր ատյաններով ստեղծեցինք, օրենք ընդունեցինք, որը վիճակվեց նաև Սահմանադրական դատարանում եւ ընդամենը երևի 10 օր, հա, 2 շաբաթ առաջ Սահմանադրական դատարանը եզրակացություն հրապարակեց, թե որ այն խնդիր չունի Սահմանադրականության հետ եւ հենց այս վիճարկումը, օրինակ մեր ընդդիմադիր գործիչներ չեն խոշում անգամ բարձրաձայնել, որ այս համարվելու է հակասահմանադրական, պետք չի գնալ ընդունել հա մեղավորությունը, գնալ հաշտության պետության հետ վերադարձնել այս գույքերը, որովհետև հակասահմանադրական է հա համարվելու, բայց հիմա ես վստահ եմ, որ մենք տեմպը հա ավելի արագ կլինի եւ այդ ժամանակաշրջանում մինչեւ հիմա չեն վերադարձվել, որովհետև որոշ գույքեր, որովհետև հիմա նախաքննական ընթացք է, դատական process-ով են անցնում եւ ցավոք սա եւս շատ արագ process-ներին չեն պետությունում իրականացվող, բայց որ մենք առաջիկայում էլ ավելի արագ տեմպերով ենք տեսնելու վերադարձվող գույքերի ցանկերը պետությունից գողացվածի, սրանում եւս ես վստահ եմ։ Մինչև փաստորեն 26 թվական այս առումով նաև արագացված գործընթացներ կլինեն։ Գիտենք, որ ընտրությունները սարերի ետևում չեն, հասարակության սպասելիքները որոշակի առումով պիտի արդարացնեք Տիկին Հակոբյան։ Եթե դուք դա կապում եք նախընտրական քարոզչության հետ, ոչ, սա կապված չէ նախընտրական քարոզչության հետ։ Սա կապված է, ինչպես ասացի, արդեն օրենքի աշխատելու հետ, որովհետև արդեն դատարանում են շատ գործեր, դուք օրինակ ասում եք այսքան անուն գույք է վերադարձվել, իսկ քանի անուն գույքի պահանջ կա այժմ դատարանում, եւ այս պահանջները մի փուլում կլինի վաղը, կլինի 1 ամսից, 5 ամսից, թե 1 տարուց, թե հաջորդ ընտրություններից հետո, սրանք համապատասխան ժամանակահատվածում պետք է հրապարակվեն։ Սրա մասին է ամբողջ խոսքը։ Թե չէ սա նախընտրական ուղղակի բանի համար այտենց գործերը չեն արագացվել, ուղղակի գործերը ընթանում են ու պարզը որ մի փուլում ես ասեմ, ես բանը ինքս հումանիտար կրթություն ունեմ եւ երբեմն դժվար է արտաբերել այն թվերը, որ տեսնում ես, հա, երկար, որը որ այժմ որոշ անձանցից կա իբրև պահանջ այդ նույն օրենքի շրջանակում, հա, իբրև գողացված գույք եւ բան գումար։ Մտահոգություն չկա, որ այնուամենայնիվ դրանք 18 թվականից առաջ ուրեմն զարգացումների, պաշտոնյաների գործերն են եւ որ ձեր ժամանակաշրջանի 18-ից հետո պաշտոնյաների նկատմամբ
Չկան այդպիսի գործեր։ Ես չեմ կարող այդպիսի պնդում անել, որովհետև դրա մասին տեղեկություն չունեմ, բայց ինձ էլ է հետաքրքրում, կարելի է հետաքրքրվել, դուք էլ կարևոր գործառույթ եք իրականացնում, ինքնդ կարող եք հարցում ուղարկել, ես տեղեկություն չունեմ, որ միայն 18-ից առաջի դեպքերին են, միանշանակ է, որ գերակշիռ մասը, շատ մեծ մասը նախկին ուրեմն իշխանության ներկայացուցիչներին են վերաբերում, որովհետև այն ժամանակ էր այդ կոռուպցիոն գործերը, այնպես որ միանշանակ է, որ նախկինում են, բայց ասել, որ Հայաստանում 18-ից հետո չկա կոռուպցիա, դա իհարկե չենք կարող այդ նման հեքիաթների հավատալ, ցանկացած պետությունում ցանկացած դատապարտելի արարքներ գոյություն ունեն, այլ հարց է դա համակարգային է, թե ոչ, այլ հարց է պատասխանատվության ենթարկվում են, թե ոչ։ Տիկին Հակոբյան, այսօր Գյումրի ավականու նիստ էր, որտեղ Վարդան Ղուկասյանի փեսան ընտրվեց Գյումրիի համայնքի համայնքապետի առաջին տեղակալ։ Իդեպ քաղաքացիական պայմանագիրը ի տարբերություն Անդրանիկ նիստի այս անգամ ներկա էր։ Ինչու, ինչպես է գնահատում ստեղծված իրավիճակը, ինչպես է գնահատում փեսայի առաջին տեղակալ լինելը եւ ինչպես պիտի աշխատի քաղաքացիական պայմանագիր ընդդիմադիր ֆրակցիան Գյումրիի համայնքապետարանում, մենք գիտենք բյուջե կլինի, տարբեր նախագծեր կլինեն, բոյկոտելու են դրանք թե ոչ եւ առհասարակ խնդիրը Գյումրիում հանգուցալուծվել է թե նոր զարգացումների ականատես ենք լինելու, շատերի գնահատմամբ մենք այս տարվա մեջ հնարավոր է ունենանք նաեւ նոր ընտրություններ Գյումրիում։ Տեսեք, ինչ վերաբերում է փեսայի նշանակմանը, ես նաև վերնագրերի մակարդակով այդպես եմ ծանոթացել, որովհետև ձեզ մոտ էի շտապում։ Բայց փեսայից էլ ակնկալիքները մեծ են, ավելի լավ պիտի աշխատի, այդպես ասաց, հա։ Գյումրի համայնքի ղեկավարը։ Իբր ավելի լավ աշխատի։ Փեսայի հետ կապված ասում եմ, ես նիստին չեմ հետևել, չեմ հասցրել, որովհետև ձեզ մոտ էի շտապում, բայց վերնագրերի մակարդակով ծանոթացա, էլի ինչ որ ունի ազգական թե բարեկամ թե ընկեր, որ էլի ինչ որ պաշտոնում էր, վերնագրով եմ ասում, սա իհարկե հաճելի չէ նման բաներ կարդալ, ինչևէ, մեր խմբակցությունը մասնակցել է նիստին, որովհետև մենք ունենք մեր քաղաքացիներին տված խոստումներ եւ անկախ նրանից մենք իշխանություն ենք թե ընդդիմություն, մենք ամեն ինչ անելու ենք մեր տված խոստումները իրականացնելու համար։ Իհարկե լինելով ընդդիմություն սա շատ դժվար է լինելու, բայց միևնույն է մենք ամեն ինչ անելու ենք եւ նաեւ ես լիահույս եմ, որ կարողանալու ենք անել, որովհետեւ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ամենամեծն է ուրեմն Գյումրու ավականույում, այնպես որ մենք շանսեր ունենք իրականացնելու մեր խոստումները, որովհետև դա իշահ մեր քաղաքացիների է։ Այնինչ խոստացել է, հա, արդեն գործող քաղաքապետը իր թիմով։ Հա, դեպ ասում է ինձ թշնամի մի համարեք, թուրքն է իմ թշնամին։ Այսօրվա իր նախընտրական շրջանում ես ավելի ագրեսիվ հռետորաբանություն եմ լսել, ինչևէ, լավ է, որ դարձի է եկել պարոն Ղուկասյանը։ Ինչ վերաբերում է իր տված խոստումներին, ապա այստեղ ես ցավոք պետք է արձանագրեմ, որ չեմ կարծում, որ նրանք կարողանալու են իրականացնել իրենց խոստումները, որովհետև ես հիշեցի նաև մի խոստում չէ, հա, խոսույթի մասին, որ Հայաստանը տեսնում է իբրև միութենական ինչ-որ պետության մաս, Բելարուսի օրինակով, այո, եւ փառք Աստծո, որ նա չունի լիազորություն Հայաստանի համար որոշումներ կայացնել նման, ինչ վերաբերում է այն լավ խոստումներին, որ բոլորի նախընտրական ցուցակում, հա, խոստումների շրջանակում լինում են, այս խոստումները իրականացնելու համար պետք է ունենա մեծամասնություն ցանկացած, հա, քաղաքապետ, որովհետև որոշումները կայացվում են կոնսենսուսով եւ ինչպես գիտենք, չունի այսօրվա քաղաքապետը մեծամասնություն, բոլոր խմբակցությունները միավորվեցին, իհարկե բացի քաղաքացիական պայմանագրից, բոլոր ընդդիմադիր, հա, խմբակցությունները միավորվեցին եւ ողորմություն խնդրեցին նաեւ իր անձնական եւ քաղաքական հակառակորդ
Մարտուն Գրիգորյանից ձայներ, որպեսզի դառնա քաղաքապետ, բայց այդ ողորմություն անող, բայց շատ մեծ գործ Վարդան Ղուկասյանի համար արած Մարտուն Գրիգորյանը նաև հայտարարեց, որ ինքը պատասխանատվություն չի կրում որոշումների եւ իշխանության համար Վարդան Ղուկասյանի, նաև ինչպես տեսակ ինագուրացիա, ինչ մասնակցեց եւ ես իհարկե չեմ սպասում, որ նա նաև գալու է եւ Վարդան Ղուկասյանի խոստումներն է իրականություն դարձնելու արդեն իբրև ավականի քվեարկելով դրա համար։ Նոր ընտրությունների հավանականություն տեսնում եք։ Նոր ընտրությունները, գիտեք, ձևակերպված են, հա, օրենքով, որ դեպքում են լինում, եթե կլինեն այնպիսի կոլապսային իրավիճակներ, որտեղ պետք է կենտրոնական իշխանությունը որոշումներ կայացնի, որպեսզի քաղաքը շարունակի ապրել եւ ծառայել քաղաքացիներին, ապա մենք միանշանակ կգնանք նման քայլերի։ Տիկին Հակոբյան, գանք բարձրագույն դատական խորհրդի ապրիլի 30-ի որոշմանը, որով փաստորեն մենք տեսանք դատախազի միջնորդությունը եւ տեսանք, թե ինչպես դատավոր Արթուր Գաբրիելյանը կալանավորվեց կաշառք տալու, ստանալու եւ օժանդակելու դեպքի առթիվ, այսպես է նշվում, բայց եւ իրավապահները եւ Գաբրիելյանը երկուստեք չեն բացահայտում, թե այդ ինչ կաշառքի գործ է, տեսակետ կա, որ Արթուր Գրիգորյանը կալանավորվեց, որովհետև իշխանության սրտի դատավորը չէր, եթե այս եւ այլ վճիռներ կայացրած չլիներ, հնարավոր է, որ չկալանավորվեր եւ այլն, նախ ձեր գնահատականը եւ որքանով այսպիսի ընթացքները դատավորներին կալանավորումը եւ այլն բերելու են դատական համակարգի առողջացմանը, մի բան, որ հասարակությունը ամենաշատն է սպասում դրանից։ Ես իբրև նաև ընդդիմադիր լրատվամիջոցներին որոշ ժամանակ հետևող մարդ կարող եմ վստահաբար ասել, որ կան նաև այդ նույն լրատվամիջոցներում կամ, չգիտեմ, հասարակության ինչ-որ ստատուսների մակարդակով մեղադրանքներ, որ դուք ասացիք, որ մեր սրտի դատավորը չէ դրա համար, ես կարդացել եմ նաև, որ այ տեսար, ինչքան էլ դու իշխանության համար բարենպաստ ինչ-որ որոշումներ ես կայացրել, միևնույն է դու, այսպես եղավ, այսինքն երկու մեղադրանք եմ լսել ես, տվյալ դատավորի մասով, իբրև, այսպես ասած, սրտի դատավոր, իբրև ոչ սրտի դատավոր, հա, այստեղ ակնհայտ է, որ մենք կապ չունենք այս դատավորի հետ եւ առհասարակ ոչ մի դատավորի հետ, դատարանները անկախ են գործում եւ ես նաեւ այս ընթացքում, հա, դատավորի կաշառք վերցնել, դատախազության միջնորդություն եւ այլն, այստեղ որտեղ է իշխանությունը։ Որտեղ է, ինձ որպես իշխանական падգամավոր, որ հարց եք տալիս, ես այստեղ որտեղ կարող եմ ինչ-որ միտեղ միջամտել կամ անգամ, հա, ինչ-որ կարծիք հայտնել, եթե չգիտեմ ինչպես, թե ինչպես են իշխանությունները ընդհանրապես, հնարավոր է ԲԴԽ-ին, այսպես հրահանգ, այսպես ասած, հա, ոչ պաշտոնական իջեցնեն եւ այլն, ճանապարհները դուք շատ լավ գիտեք։ Խնդրում եմ, եկեք չմանիպուլացնենք նախորդիվ, ուրեմն դրվագը, դրա մասին բազմաթիվ խոսակցություններ եղել են եւ վարչապետի կողմից մեկնաբանություն, ինչը 100% կիսում եմ նաեւ ես, ինչ վերաբերում է դատավորներին, մենք դատավորներին չենք զանգում, մենք դատավորներին չենք հրահանգում այս կամ այն պատվերը կատարել, որովհետեւ դրան վերաբերում ենք ծայրահեղ վատ։ Իսկ ինչպես եք վերաբերվում, որ նույն դատավորներին զանգում են, օրինակ նախկինները, նախկին իշխանությունները։ Իհարկե, այդ է ուզում ասել, տեսեք, մենք որպես իշխանություն ունենք պարտավորություն ապահովելու, որ դատավորը կարողանա իր խղճի մտոք օրենքների շրջանակում կատարի որոշումներ, ունենա արժանապատիվ աշխատավարձ եւ այլն։ Մենք պետք է որպես իշխանություն ապահովենք, որպեսզի դատախազությունը չունենա կաշկանդվածություն եւ այս կամ այն դատավորի որևէ արատավոր, հա, վարքագծի հետ կապված գործողություններ իրականացնի, բայց այդ գործողությունները ում հանդեպ են իրականացվում, ինչ անուն ազգանունով է իրականացվում, մենք դրա հետ կապված չունենք ոչ մի լիազորություն եւ չենք խառնվում նման բաներին եւ դատարանը, դատաիրավական համակարգը անկախ է գործում։ Ես չգիտեմ ով է տվյալ դատավորը, որի հա հանդեպ կալանավորման եւ այլն որոշումներ են ունեցել եւ չեմ էլ ուզում իմանալ։ Դատավորը, եթե կան հիմնավոր փաստեր, դատավորի
կոնկրետ կաշառքի, հա, գործով, ապա իհարկե պետք է իրավապահ համակարգը աշխատի այստեղ եւ ցանկացած դատավոր ինչ որոշում էլ իրական ուրեմն ունեցած կլինի մեզ հաջո, ընդդիմությանը հաջո, պետք է դատապարտել նման երևույթները եւ պետք է պատասխանատվության ենթարկեն եւ վերջ։ Բայց ես չեմ կարող այստեղ ինչ-որ բան հայտնել, իհարկե մենք չունենք սրտի դատավորներ, մենք չունենք ուրեմն ինչ-որ, չգիտեմ, ես այնքան եմ այս դատական համակարգից կարծիքներ լսում, հա, ինչու է մեզ քննադատել, դրանից վստահությունը չի մեծանում դատարանների հանդեպ, ինչու, Տիկին Հակոբյան, գոնե այս հարցը դստվեք։ Որովհետև երբ որ գործ է վիճարկվում, կան երկու կողմ, պատասխանող եւ մեղադրող, հա։ Երկու կողմ կա եւ երբ որ դատավորը մեկի համար կայացում է որոշում, մյուսի համար դառնում է սուբյեկտիվորեն ոչ անաչառ։ Այսինքն 50%-ով գոհ է, 50%-ը ոչ։ Բայց ասել որ դատաիրավական բարեփոխումները հասել են վերջնակետին, մենք գոհ ենք, մենք ամենաշատն ենք բղավում, որ մենք դժգոհ ենք տեմպերից, մենք դժգոհ ենք։ Դուք ամեն օր կարող եք կառավարության նիստին վարչապետին լսելուց կարծիք բանանել, թե մենք գոհ ենք, թե դժգոհ ենք։ Կամ ազգային ժողովում, երբ որ համապատասխան գերատեսչության ղեկավարները ազգային ժողովում որոշակի փուլերով գալիս են հարց ու պատասխանի եւ այլն։ Կանք 26 թվականին, որ սարերի ետևում չէ եւ Տիմ ընտրությունները ինչ են ցույց տվել այս առումով, Տիկին Հակոբյան, Տիմ թե Գյումրի, թե Փարաքար ընտրությունները, իշխանությունը փաստորեն չկարողացավ այնքան ձայն հավաքել, որ քաղաքի կառավարումը վերցներ իր ձեռքը։ Համապետական ընտրություններին արդեն շատ վերլուծաբաններ են մեզ հյուրը լինում եւ նշում են, որ այլևս մեծամասնություն չի լինելու, կոալիցիաներ են ձևավորվելու եւ այլն։ Ձեր գնահատմամբ ինչ պատկեր ունենք այսօր եւ ինչ պատկեր ենք ունենալու, այսպես ասած 26-ին ընթառաջ համեցեք եւ ունեք մտահոգություններ, իշխանությունը արդյոք այսպես վերլուծում է իր բացերը, խնդիրները, թերությունները եւ արդյոք այս ժամանակահատվածում հնարավորություն տեսնում է շտկելու դրանք, համեցեք։ Ինչ ցույց տվեցին տիմ ընտրությունները, սրան պատասխանեմ, ուրեմն այսօր Հայաստանում տարբեր տիմերում ղեկավարում է ամբողջ Հայաստանը, այսինքն ղեկավարվում է, եթե չեմ սխալվում, շուրջ 40 կուսակցությունների կամ միավորների կողմից։ Եվ սա նորմալ է։ Եթե ժամանակին, չգիտեմ, նոր կյանքում ընդդիմադիր Գարիկ Սարգսյանի հաղթանակը տիմում դա իրադարձություններ, մատնանշելու երևույթեր, ապա նման երևույթներն այսօր շատ են, որովհետև դա լավ է եւ օգնում է միայն ավելի արդյունավետ կառավարմանը եւ սա ասել որ չգիտեմ ինչ է ցույց տվել, վատ բան է ցույց տվել, ես սա չեմ կիսում։ Կոնկրետ եթե գնանք Գյումրու դեպքերին էլի, սա ակնհայտ ցույց տվեց, որ շուրջ 7-8 ուժեր առանձին, բայց ղեկավարվելով կոնկրետ մարդկանց կողմից, նախկին նախագահների երկու, ասենց բաժանվեցին, առանձին խոստանալով քաղաքացիներին, որ իրենք չեն միավորվելու, իրենք միմյանց դեմ պայքարած ուժեր են, իրանք կապ չունեն, իրանք միայն ընկերներ են այսինչի հետ, այնինչի հետ, որոշ դեպքերում սա աշխատեց եւ մենք ունեցանք պատկեր, երբ այդ ուժերը հետո միավորվեցին եւ կարգեցին քաղաքապետ մի մարդու, ով չի ստացել մեծամասնության ձայները եւ այսօր փաստացի ընդդիմություն է Գյումրիում մի խմբակցություն, ով ստացել է կրկնակից ավել ձայն, քան քաղաքապետներ ստացել։ Սա սրա մասին եւ մենք ունենք նաեւ կարծում եմ այժմ պարտավորություն մեր քաղաքացիներին բացատրելու, որ համապետական ընտրություններին եւս այս նախկին նախագահները, որպեսզի գան ու այդ իմ ասած աներևակայելի մեծ չափի իրենց գույքը ապօրինի ձեռք բերած պաշտպանելու համար, սա միայն սրա կռիվն է, նորից իշխանություն ունենալ եւ դրա համար նրանք իրենց տարբեր ուժերը էլի մասնատելու են, առանձին հավաքելու են ձայներ, որպեսզի վերջում ունենան նախկին ղեկավար, նախկինի վերադարձ եւ սա Գյումրին ցույց տվեց, որ շատ ուղիղ հնարավոր բան է։ Դրա համար մենք պետք է հասկանանք, մենք ուզում ենք այս խայծը կուլ տալ, թե ոչ, եւ
շատերը չէին հավատում եւ անգամ շատ մեծ չընտրած քաղաքացիներ երբեմն գրում են մեզ հանդիպումների ժամանակ, հա, ասում են ոնց կարար sense բան լիներ եւ այլն, որովհետեւ չէին հավատում, որ դա հնարավոր է, բայց հիմա տեսան, որ հնարավոր է։ Ու հիմա այս impeachment-ի գործընթաց սկսած մարդկանց մասին խոսենք, որովհետեւ ակտուալ է կարծում եմ։ Հայաստան խմբակցությունը արդեն հայտարարել է, որ 28 падգամավորները պատրաստ են ստորագրել այն։ Հեսա դրան էլ կանդրադառնանք։ Այս մարդիկ երկու գործիչներ, որոնք այժմ պաշտոնյա չեն, սրանք շատ ուղիղ կապակցված են նախկին իշխանության հետ։ Մեկը դեսպան է եղել, մարզպետ է եղել նախկին իշխանության ժամանակ։ Մյուսը բարձրաստիճան էլի պաշտոնյա է եղել, ոնց որ ոստիկանապետի, հա, խորհրդականներ թե ինչներ չեմ հիշում վերջի պաշտոնը։ Եվ իրանք հիմա եկել են, հիմա արտաքին տեսք ապահովելու համար քննադատում են իրենց ընդդիմադիր գործիչներին, որպեսզի այդպես դիվիդենդներ են հավաքում, հետո համախմբվելու են, ինչ-որ մի հատ միավոր են ստեղծելու, մասնակցելու են ընտրություններին եւ աջակցելու են իրենց հոգեվոր հորը։ Սրա մասին է ամբողջ խոսքը։ Տիկին Հակոբյան, երբ նշեցիք ձեր խոսքում, որ փորձելու են իրենց ունեցվածքը հսկայական ահռելի պահել, հենց այս առումով էլ նորից վերադառնանք այն կետին, երբ պետությունից գողացվածը, թալանվածը պիտի վերադարձվեր եւ հենց այս մարդկանցից մենք ինչու ենք հետ վերադարձած։ Ունենք պահանջներ, որոնք վիճարկվում են, եւ ինչ որ մի փուլում ոչ միայն նրանք, այլև ձեր նշած այժմ պաշտոնյա Վարդան Ղուկասյանից եւս կան պահանջներ, եւ այս մարդը ի տարբերություն մյուսների նաեւ միջև պայքարի մեջ մտնելը կանգնեց հայտարարեց, որ իր էսեի ուզում, ես հիմա հանգիստ ապրում էի, հիմա ստիպում եք ինձ մտնել քաղաքական պայքարի մեջ, որովհետեւ դա է միակ ձևը պաշտպանելու բանը, այդ իրենց գողացած Ռոբերտ Քոչարյանն է ակտիվացել, Տիկին Հակոբյան ասում է, որ տեսնում է հնարավորություն դիմադիր, դե վերջին շրջանում ավելի շատ է հրապարակային ելույթներով, հարցազրույցներով հանդես գալիս եւ հիմա էլ պնդում է, որ տեսնում է հնարավորություն դիմադիրների, այսպես ասած, համախմբման։ Սա ապացուցում է իմ նախորդի ասածը, որ ես ասում եմ, այդ մարդկանց հետ ունեմ անձնական անհամաձայնություններ, տեսակետների տարբերություն, պատկերացումների տարբերություն, բայց կմիավորվեմ։ Այնպես, ինչպես ունեին Գյումրու մեր բանը, այսօր քաղաքապետ դարձրած այդ ուժերը իրար հետ ունեին անձնական անգամ թշնամանք, սակայն դա չխանգարեց իրականացնել նախկինի վերադարձ։ Այս առումով վտանգներ չկան։ Ես չեմ կարող ասել չկա վտանգ, որովհետև եթե Գյումրիի սցենարը աշխատի նորից, այսինքն մենք թերանանք մեր քաղաքացիներին բացատրել, որ սա է իրենց սցենարը, իհարկե կունենանք մտահոգություն, որովհետև գիտենք ինչ են ուզում վերադառնալ նախկին իշխանությունները, ինչպես են տեսնում Հայաստանի ապագան այս նախկին իշխանությունները, հա, ինչպես են ուզում ռուս-բելարուսական միութենական պետության մեջ տեսնել Հայաստանի Հանրապետության ապագան։ Նրանք նաև բարձրաձայնում են, որ այո, միգուցե ճիշտ է Հայաստանի սուվերենության հաշվին, հա, պահպանել ուղղակի հայկականը այդքանը, բայց մեզ համար նախ եւ առաջ ամեն ինչից կարևոր Հայաստանի ինքնիշխանությունն է, պետականությունն է։ Եվ եթե ինչ-որ մեկը տատանվում է, հա, ընտրել ինչը, ապա այս մարդիկ գոնե չեն կարող լինել պետականամետ, էլ չեմ ասում հայ լինել։ Ձեզ քննադատում է, ասում է, այս իշխանությունը պատերազմ հրահրեց, սադրեց, այս իշխանությունն է բանակը վարի ոչնչացրել, այս որովհետև հեշտ էր կառուցելը, բայց դա դժվար էր կառուցելը, բայց շատ հեշտ էր քանդելը, հիշեցնում է բանակի այսպես սխրագործությունները իր պաշտոնավարման տարիներին, սա ինչպես է գնահատում Տիկին Հակոբյան։ Ախր հիմա որ գնահատեմ, կասեմ դե լավ գիտենք ինչ է բանը, տավտոլոգիա է էլի հնչելու, բայց քանի որ հարցնում եք, ասեմ, իր կառուցած բանակը, իրենց կառուցած բանակը մենք տեսել ենք։ Մենք տեսել ենք ինչպիսի սպառազինություն ունեինք, ինչ ունեինք եւ մեր բանակի սխրագործությունները, որոնք եղել են միայն մեր զինվորների արիության, հայրենասիրության հաշվին եւ վերջ։ Այո, մեր զինվորները կանգնել են, ասենք, չգիտեմ, սառցակալած դիրքերում, ցեխոտ խրամատներում, կոնսերվի բանկաներով պաշտպանության համակարգի ներքո եւ 80-ականների զենքերով, որոնք ինչպես իրենց բաներ քաղաքական այդ առաջնորդներն էին ասում, շատ կառուցողական զենքեր էին։
այս մինչև 18-ը իրենց հայտարարություններից։ Բայց նաև պատերազմը ցույց տվեց, որ այժմ ինչ դար է, ինչպիսի անվտանգության համակարգ է պետք ունենալ, ինչպիսի զենքեր է պետք ունենալ, ինչպիսի առհասարակ սպառազինություն է պետք ունենալ, ել չեմ ասում են գողացված վառելիքների մասին, իրենց այն գեներալների մասին, որոնք գողանում էին զինվորի ուրեմն հացը, ոչ միայն այդ վառելիքը, այդ սպառազինության գումարները, որոնք պետքա մենք ունենայինք, որպեսզի լինեինք ավելի հզոր բանակ եւ ավելի պաշտպանված զինվոր ունենայինք, այդ գումարները այսօր ապօրինի գույքի ուրեմն վերադարձի, հա, այս գործով են անցնում, հենց այդ գումարները, որոնք պետք է ծառայեն մեր բանակը հզորացնելուն, սակայն ծառայում են մարդկանց տարբեր զրոներով, հաշիվներով, տարբեր երկրներում, տարբեր, չգիտեմ, ինչեր ունենալու գույքեր եւ բանակը թալանել են, բանակի հաշվին հարստացել։ Իսկ սա հարց է։ Պետք է ուղիղ որպես պնդում ասել, այո, բանակը թալանել են, այո, նաև բանակի հաշվին հարստացել են, ինչի մասին է խոսքը, ամեն ինչի հաշվին հարստացել են, բնական պաշարների հաշվին են հարստացել, մեր, չգիտեմ, ենթակառուցվածքների, ավելի լավ ենթակառուցվածքների հաշվին են հարստացել, մեր ավելի ապահով ծերերի հաշվին են հարստացել, մեր կրթության որակի հաշվին են հարստացել, այսօր որ մենք այդքան ներդրում ենք անում, բանակից հետո, հա, պաշտպանական համակարգին հատկացումներից հետո երկրորդ ամենամեծ բյուջեն կրթությանն ենք մենք տրամադրում, որովհետև շատ կարևոր է այս կրթությունը, որովհետև ամեն ինչի հիմքն է կրթությունը։ Բայց իրենք նաև այդ կրթության հաշվին են, ամեն ինչի հաշվին հարստացել են։ Այսօր մենք ունենք, չգիտեմ, օրինակ որ հետևեք, հա, մանկապարտեզներ, սեփականաշնորհած մասնագի եւ սրա նրա տունն է դարձել կամ գործարանն է դարձել, դպրոցներ նման։ Տիկին Հակոբյան, բանակից են չէ խոսում։ Հակադարձում են, ասում են, լավ, ինչու այդ մարդիկ այսպես անցնում են գործում, որտեղից գիտենք դրա մասին։ Ես որպես ազատազրկված չեն, այդ մարդիկ կամ ազատազրկվեցին, հետո արդարացվեցին։ Ասենք այս մարդկանց նստացրեք, հիմա մեզ լսող քաղաքացիները վստահ եմ ասել են, հա, տենց է պետք դրանց, միգուցե ասեն, այո, պատերի տակ իրանց սատկացնել է պետք, բայց մենք ինչով ենք տարբերվում այդ մերժված իշխանություններից, դրան պետք է գնալ ինստիտուցիոնալ ճանապարհով, դրանք մենք ինստիտուցիոնալ ճանապարհով գնալով, մենք օրենք ընդունեցինք, դատարան ստեղծեցինք, որովհետև ինչպես վարչապետն է ասում, տենց հեշտ չի, հեշտ չեն գրփել չրփել, որ միատել մենք հեշտությամբ հետ բերենք։ Դրանք այո, չգիտեմ ում, չգիտեմ ինչի անունով ինչ որ բաներ են եւ սրան պետքա գնալ, այո, ինստիտուցիոնալ ճանապարհ։ Մենք ոչ պադեզներում ծեծելու ենք, ոչ գլուխները, չգիտեմ, զուգահանակոնքին խփելով, ջարդելով սպանելու ենք, ոչ զանգով դատապարտելու ենք, նստացնելու ենք, ոչ ընտանիքին եւ իր հետ կապակցված, հա, չգիտեմ, բարեկամական կապ ունեցող մարդկանց նեղացնելու ենք, մենք գնալու ենք, մենք գնում ենք, ոչ թե գնալու ենք, հետագայում են, այո, գնալու ենք ինստիտուցիոնալ ճանապարհով։ Շնորհակալ եմ Տիկին Հակոբյան։ Շնորհակալ։ Առաջինի տաղավարը զրուցում էի Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։ Կհանդիպենք։ Դուք դիտում եք առաջին լրատվականը, բարև ձեզ, ես Սիրանուշ Պապյանն եմ։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է։ Բարձրագույն դատական խորհուրդը ապրիլի 30-ին բավարարել է դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու թույլտվության հարցով գլխավոր դատախազի միջնորդությունը։ Բարձրագույն դատական խորհուրդը մեկ այլ որոշմամբ էլ կասեցրել է դատավորի լիազորությունները հաշվի առնելով, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Դրան նախորդել էր կաշառք տալու, ստանալու եւ օժանդակելու դեպքի արդիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում դատավորի նիստերի դահլիճից դուրս հանելը, թե կոնկրետ ինչ հանցանք է վերագրում դատավորի, իրավապահները եւ Գաբրիելյանը երկուստեք չեն բացահայտում։ Զրուցելու եմ իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ։ Տիկին Կարապետյանց, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Ինչպես եք գնահատում տեղի ունեցածը, երկուստեք զերծ են մնում այսպես բացահայտելու, թե ինչ գործի շրջանակներում է կամ որ գործով է անցնում Արտուշ Գաբրիելյանը, ձեր գնահատականը, արդյոք սա դատական բարեփոխումներին միտված քայլ է, թե ոչ, սրանով որքանով դատական բարեփոխումների, դատական այսպես առողջացման հետ գործ ունենք, համեցեք։
Հեղափոխությունից 7 տարի անց Արտուշ Գաբրելյանը մի դրվագը գոնե հայտնի է, կարծես թե կաշառքի հետ կապված ինչ որ դրվագ եղել, միջնորդել, ստանալ, մի խոսքով, այս մի դրվագով հիմք են ընդունել, գիտեք 7 տարի հետո խոսել, որ մեծ առաջադիմություն է, որ Արտուշ Գաբրելյանը այլևս համակարգում չի, ինչ ասեմ, դե կարենք 17 տարի է սպասենք, կարենք 27 էլ սպասենք այս դրամաբանության մեջ, ցավում եմ, որ հիմա նոր 7 տարի անց այլևս համակարգում չի, եւ ինքը միակ դատավորը չէր, որը չպիտի մնար համակարգում։ Մենք անդադ շեշտում ենք մեկ այլ դատավորի կամ այլ դատավորների անուններ, բայց ինքը նաև այդ ցուցակի մեջ էր։ Այնպես չէր, որ նոր արարություններ կամ նորամուծություններ կամ հայտնի տվյալներ չէին, այլ խնդիր էր, որ պարոն Գաբրելյանը շատ լավ փորձեց ծառայել այս իշխանություններին, բայց կյանքը ցույց տվեց, որ ծառայելը երաշխիք չի, ձեր պատասխանատվության չի ենթարկվելու։ Հետևաբար ծառայելուց առաջ որևէ իշխանության ուղղակի իմացեք, որ ինչ որ պահի ձեզ ներկայացնելու են որպես ձեր դեմ հարուցված քրեական գործերը ներկայացվելու են որպես մեծագույն ձեռքբերում, կոռուպցիայի դեմ պայքար, վեցինգ լուստրացիա ու էլի տենց ինչ որ պատմություններ։ Տիկին Կարապետյանց, փաստացի դուք շեշտում եք, որ սա դատավոր էր, որը իշխանության այսպես ցանկալի վճիռներ որոշումներ էր կայացնում։ Առնվազն գոնե շատ տարօրինակ բանով ընտրության պատահականությամբ, մեծ պատահականությամբ բազմաթիվ անձանց վերաբերյալ կալանքների որոշումները կայացրել է հենց Արտուշ Գաբրելյանը։ Թեպետ մեզ փորձում են համոզել, որ համակարգ կա, որը պատահականության սկզբունքով գործեր ընտրում է, հետո համակարգը երբ դադարեց գործել, մակագրվում էին այդ գործերը ու անընդհատ մակագրվում են շատ պատահական Արտուշ Գաբրելյան ու էլի մի քանի դատավորների վրա, շատ պատահական։ Ես դադարել եմ վաղուց այդ տեսակ պատահականություններին արդարադատության համակարգում հավատալուց, հետևաբար կարծում եմ, որ այս իշխանությունը օգտվեց այն բարիքներից, այն ծառայություններից, որը կարող էր ենթադրաբար տրամադրել Արտուշ Գաբրելյանը եւ օգտագործեց եւս մեկ անգամ Արտուշ Գաբրելյանին, դատավոր Արտուշ Գաբրելյանին, որպեսզի ցույց տա, թե ինչ անզիջում պայքար է մղում 7 տարի հետո տարբեր տեսակի խնդիրների դեմ։ Տիկին Կարապետյանց, դուք փաստացի նաև նշում եք, որ Արտուշ Գաբրելյանը միակը չէր եւ դատական համակարգը այսպիսի դատավորներից օր առաջ պետք էր նաև ազատել։ Անպայման, եթե դու խոսում ես բարեփոխումների մասին, եթե դու իսկապես նպատակ ունես գնալ բարեփոխումների, դու նախ եւ առաջ պիտի մաքրեիր, զտեիր, լուստրացիայի վեցինգի ենթարկեիր քո արդարադատության համակարգը, որովհետեւ բոլոր խնդիրները, բոլոր ճանապարհները մի ժամանակ տանում էին Հռոմ, հիմա բոլոր ճանապարհները, մեր ներսի բոլոր տեսակի պայքարի ճանապարհները բերում հանգեցնում են որոշումների, որոնք կայացում են արդարադատության, ոչ թե միայն դատարանների, արդարադատության համակարգ գործառույթներն են պահանջում եւ եթե դու չես փոխել այդ համակարգը, այդ համակարգում աշխատում են մարդիկ, ովքեր հին գաղափարների ավանդույթների կրողն են, դու երկու տարբերակ ունես, կամ քո եթե իսկապես նպատակ ունես փոփոխելու, քո նպատակները տապալվելու են, կամ դու օգտվելու ես սիրածառայություններից, որովհետեւ դարձել ես նույն տեսակի համակարգ, հանցավոր համակարգ, որին պետք են դատավորներ, դատարաններ, որտեղ կան, условно աններ չասենք, ինչ որ դատավորներ, որոնք որ պատրաստ են քեզ ծառայել քո այսպես հրահանգները կատարել։ Տիկին Կարապետյանց, անդրադառնանք նաև հետքի հրապարակմանը բռնագանձման գործերով փաստորեն ուսումնասիրվել են միլիարդավոր դրամների պահանջով գործեր եւ այդ գործերից մեկը պարզվել է, որ դատախազության կազմված ցանկից դուրս է մնացել Գագիկ Ծառուկյանի հետ կապ ունեցող անձի անունով գրանցված մոտ 600,000 ԱՄՆ դոլար արժեքով բնակարանը եւ փաստորեն ամիսներ անց այդ դուրս մնացած բնակարանը Երևանի փոքր կենտրոնում գնել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի որդին։
Սա շնորհավորում եմ պարոն Աբազյանին եւ իր որդուն։ Այո, շատ շնորհավորում եմ։ Ամենահետաքրքիրը այստեղ այս պատմության մեջ էներ, որ ասում է, հա ինչ ա եղել, մարդը գնացել է վարկ ա վերցրել $600,000, մի հատ լսեք, էլի, 1.5 միլիոնից ավել փող ա մարդը վերցրել։ Հարց եմ տալի, մի հատ փորձեք, գնացեք ցանկացած բանկի դուր ծեծեք ու ասեք $600,000 վարկ եմ ուզում։ Ձեզ կտան։ 1 միլիոն դրամը միջև տալիս են, այն բան ժողովրդական լեզվով ասած արուն լվիկ են անում։ Բա դու գնացել ես 600,000 վարկով վերցրել ես, լավ ուրիշ հարց տամ։ Դու որ 600,000-ը վարկով վերցրել ես, դա վարկ է, չէ՞, դու պիտի վերադարձնես տոկոսներն էլ հետը։ Բա ոնց ինչն է քո հույսը, որտեղ է քո եկամուտը, ինչն է քո եկամուտը, որ դու $600,000 կարաս վերադարձնես։ Դե գիտեք, ասում եմ, սա արդեն այդ ուժին ծիծաղել էլ չի, էլի սա արդեն։ Սա խոսում է հենց այդ ամբողջ համակարգի, ինչ ասեմ, նույն տրամաբանության մեջ մնալու մասին։ Ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել եւ սա այդ օրինակներից մեկն է ու իրանք էլ շատ զարմացած կլորացած աչքերով պրոիշխանական տարբեր բաներ լրատվականներ շատ զարմացած ասում են իսկ ինչ կա դրա մեջ իրանք զարմանում են ինչ կա դրա մեջ իհարկե եթե դուք տեղավորվել եք հանցավոր համակարգի մեջ ոչինչ էլ չկա ամեն ինչ նորմալ է այնպես ինչպես որ ավանդաբար ընդունված է եղել անել ինչպես որ նախկինում է դա տեղի ունեցել հիմա էլ նույն բանն է դրա համար անշուշտ որ զարմանալու ոչինչ չկա դա միակ դեպքը չի այդ ապօրինի գույքի դեմ պայքարից որ ես անընդհատ այդ նույն բանը այդ ձեր եթերում էլ 1000 անգամ ասել եմ երբ խոսակցությունա գնում որ ինչ որ գույքերի վերաբերյալ պայմանավոր բաներ կա բացահայտումներ կան ինչ որ գործընթաց կա ես միշտ հարցրել եմ իսկ ո՞րն է երաշխիքը որ բոլոր գույքերի վերաբերյալ են process-ներ տեղի ունենում իսկ ինչն է ենթադրում որ մենք կարող ենք վստահ լինել որ ինչ պայմանավորվածությունների արդյունքում ինչ որ գույքեր դուրս չեն մնում այդ process-ից իսկ այդ գույքը պատահական դուրս մնալու հիմքում որպես այսպես ինչ ասեմ հետաքրքրություն ինչը կարա լինի կարող է կոռուպցիոնի ռիսկերը լինեն իսկ կարող է չգիտեմ այլ բնույթի հարաբերություն խնամի ծանոթ բարեկամ լինի լավ աղբոր աղբեր լինի կամ պրոստը քաշ փող լինի կարող է լինի փաստորեն պարզում է որոշ դեպքերում չի բացառվում որ կարող է այդպես լինի այդպես եղել է միշտ այդպես հիմա է որովհետև երբ որ չես կոտրում համակարգը երբ որ տեղավորվում ես համակարգի մեջ այն գործում է նույն տրամաբանությամբ որը գործել է անհիշելի ժամանակներից Բայց ամեն դեպքում անդադ խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարի գործիքների համակարգային կոռուպցիա չլինելու դրվագային կոռուպցիա լինելու մասին իշխանությունը գոնե այսպես պաշտոնյաների վարչապետի մակարդակով Սիրանուշ ջան ձեր եթերում 1000 անգամ ձեր բոլոր կապի հետ կապված կարծեք թե խնդիր առաջացավ Տիկին Կարապետյան լսում եք ինձ Կարևոր չի ինչ են Շարունակեք Եթե վերականգնվեց կապ ասեմ Կարևոր չի ինչ են խոսում մարդիկ շատ ավելի կարևոր է ինչ են անում մարդիկ պաշտոնյաները խմբերը քաղաքական ուժերը ինչ են անում այդ process-ները վերացնելու համար որովհետև խոսել կարելի է ամեն ինչ խոստանալ կարելի է ամեն ինչ այ գործողություն անել դրա այդ խնդիրները լուծելու համար շատ ավելի լուրջ բան է հիմքա պետք ունենալ եւ ամենակարևոր ցանկությունա պետք ունենալ որպիսի ոչ թե նախկին ԱԱԾ տնօրենների կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաների որդիների նման շատ պատահական դու ինչ որ գույքեր ձեռք բերես այլ պայքարես դրա դեմ բայց քո ԱԱԾ-ի տնօրենի տղան կարողանում է գնել գույքեր քո ոստիկանապետի կամ իրանց բաների տարբեր ոստիկանության տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների մասին եւս կա հետաքննություններ հետքի այդ թվում նաեւ ինչպիսի գույքեր են ունեցել բա այս համակարգի դեմ ենք մենք դուրս եկել երբ որ դու չես գնում պայքարել որտեղ քաղաքական որոշում չունես քաղաքական նպատակ չունես որովհետեւ դու պրոստը եկել տեղավորվել ես այդ համակարգի մեջ հիմա էլ քո սրտի
ոստիկաններին բարձրաստիճան, մահացականներին, մնացած բոլորին, ԿՊ-ականներին, ԿՊ մերձերին օգտագործում ես այդ իշխանությունը զուտ իրանց, ինչ ասեմ, բարեկեցությունը ապահովելու համար, իրանց անվտանգությունը, իրանց պատասխանատվության չենթարկելը ապահովելու համար։ Շատ ցավալի է իրականում, բայց սա մի կողմից էլ ինչ որ դրական բան ունի, հա։ Մեր հասարակությունը հիմա այլևս բացահայտ հասկանում է, թե ինչ է կատարվում։ Եթե կար ժամանակ, եթե 19 թվականին, 18 թվականին, 20 թվականին մենք չէինք կարողանում բացատրել հասարակության իրանց համար ընկալելի չէր այս խնդիրը, ապա հիմա այլևս դա բացահայտ է եւ հնարավոր չի այդ խնդրին չանդրադառնալ, չտեսնել, կույրա պետք լինել չտեսնելու համար։ Տիկին Կարապետյանց, անդրադառնանք նաև վերջերս ոստիկանության բաժանմունքում քաղաքացու խոշտանգման դեպքին, սա դատապարտելի է, ինչ պիտի անել առհասարակ, վստահաբար դուք էլ դիտել եք իրավապաշտպանների կողմից տարածված տեսանյութը։ Անշուշտ մեր փաստաբանը Արան Ղարագյուզյան զբաղվում է ստանձնել պաշտպանությունը, մենք քիչ ավելի ուշ ասուլիս հրատապ ասուլիս ենք տալու, դրա մասին ավելի մանրամասն կխոսի եւ մեր գործընկեր Արան եւ հույս ունենամ ես էլ կհասցնեմ մինչեւ այդ պահը կմիանամ ասուլիսին, մենք դրա մասին կխոսենք, ժամը 3-ին ասուլիս ենք ունենալու հրատապ հենց այդ կոնկրետ գործով։ Բնականաբար շատ դատապարտելի է եւ ցավալիորեն այդ գործերի թիվը չի պակասում, մենք անընդհատ գործերի ավելացում ենք ունենում։ Ինքնին գործերի ավելացումն էլ կարելի է գնահատել, որ դրական ինչ-որ բան լինի, հա, օրինակ շատ ավելի շատ մարդիկ խոսում են խնդիրների մասին, բայց մյուս կողմից, երբ որ դու գնահատում ես ընթացքը, process-ը, թե ոնց են բացահայտվում կամ չբացահայտվում այդ գործերը, դու հասկանում ես, որ մենք մնացել ենք այդ նույն տրամաբանության մեջ, մենք մնացել ենք այդ նույն համակարգի մեջ, որը ցավալիորեն շարունակում է իր գոյությունը լուրջ խնդիրներ առաջացնելով, անվտանգային, չգիտեմ, գաղափարական զարգացման տեսակետից լուրջ խնդիրներ է մեզ համար առաջացնում։ Տիկին Կարապետյանցի դեպ իշխանության տարբեր ներկայացուցիչներ ասում են ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված առաջիկայում շատ ավելի այսպես ցայտուն օրինակներ կլինեն, շատ ավելի բացահայտումներ կլինեն, դուք ինչ ակնկալիքներ ունեք 16 թվականից առաջ իսկապես այդպիսի այսպես մեծ հոսք կտեսնենք պետությունից գողացածը պետության վերադարձի տեսքով։ Ես համբերատար կսպասեմ, որովհետև եթե մենք խնդիրներ ունեցանք այս ոլորտում, դա չեն լինելու միայն առանձին անհատների հետ կապված խնդիրները, դա Հայաստանի Հանրապետության հետ կապված խնդիրներ են լինելու։ Եթե այսօր զուտ միայն ընտրությունների գնալու եւ ընտրություններում ընտրություններից ընդառաջ վարկանիշը բարձրացնելու համար ինչ որ գործողություններ են անելու, որոնց համար հետագայում մենք որպես հասարակություն, որպես պետություն ստիպված ենք լինելու վճարել նաև եվրոպական դատարանի որոշումների հիման վրա, ես շատ վատ եմ դրան վերաբերվում, բայց կսպասենք, տեսնենք, թե այդ ինչ բացահայտումներ են արել եւ ինչով են մեզ զարմացնելու։ Շնորհակալ եմ։ Բայց ակնկալիքներ չունեմ, անկեղծ չունեմ։ Շնորհակալ եմ Տիկին Կարապետյանց։ Հիշեցնեմ, զրուցում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ։ Կհանդիպենք։